Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստին։ Մենք պետք է այսօր ֆիքսենք մի բան, որ երկրում տեղի է ունենում ձայնի գողություն։ Իսկ ձայնի գողությունը դա սերնդների գողություն է։ Ձայնի գողությունը դա հավելյալ մեր երկրում հասարակության եւ մեր հայրենակիցների հիասթափություն է։ Այս մեկ շաբաթվա ընթացքում այն ինչի միջով որ անցնում ենք մենք եւ ստեղ արդեն հարցը նույնիսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության վերաբերյալ չէ, այն թե ինչպես է արձագանքում այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս երևույթներին, կոնկրետ ձայնի գողությանը։ Սա այն է, որ մարդիկ ասում են, թե ինչպես կարելի է սրանից հետո նորից մնալ այս երկրում ապրել այս անարդարության պայմաններում։ Պետք է նույնիսկ ասեմ, այսօր Միացյալ Նահանգներից զանգ եմ ստացել եւ այնտեղի մեր հայրենակիցները տեսեք, որ չեն մասնակցել քվեարկությանը եւ ոչ մի կուսակցությանը ձայն չեն տվել, բայց այսօր ասում են, որ ամբողջ հայությունը խոսում է այս երևույթների մասին, թե ինչպես կարելի է մարդկանց այսպես տգեղ ոչ օրինաչափ ձևով զրկել իրենց ձայնից, իրականացնել այդ ձայնի գողությունը